Մուլտիպլիկացիոն ողջույններ իմ փոքրիկ բարեկամներ, իմ տաղանդավոր նկարիչներ, եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Գերի Մուլտիկնիկը։ Իհարկե, այս տեսախցիկի ետևում գտնվող մեր ժամապահ Գերին, ով մեզ երկար եթերային ժամանակ կտա, որպեսզի ձեզ հետ միասին սովորենք նկարել այսօրվա մուլտիպլիկացիոն հերոսին։ Իհարկե, մեր մշտական հեռուստադիտողներից մեկի խնդրանքով։ Տեսեք, դուք միջև ձեր գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը, սև կախարդական մատիտը եւ սպիտակ թղթերը պատրաստեք, ես ձեզ համար անակնկալ ունեմ։ Ուշադրություն, հատուկ Վանաձոր քաղաքում բնակվող փոքրիկների, սիրելի Վանաձորի փոքրիկներ, Գերի Մուլտիկնիկը դեկտեմբերի 24-ից մինչև 30-ը բոլորիդ հրավիրում է Վանաձոր համայնքի տիկնիկային թատրոն, ներկա գտնվելու ամանորյա երաժշտական հեքիաթ ներկայացմանը, որը կոչվում է կախարդական վրձինը։ Այնտեղ դուք կհանդիպեք Գերի Մուլտիկնիկին, նրա օգնական Սանչոյին, կախարդին, ավազակներին, կոշկավոր կատվին, շնիկին եւ վերջում անպայման մեզ բոլորիս հյուր կգա ձմեռ պապը։ Սիրելի ծնողներ, հեքիաթ ներկայացման տոմսեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով։ Գրում եք 033 04 12 44։ Դե ինչ, Գերի Մուլտիկնիկը կսպասի եւ ամանորին մեծ տոնակատարություն, երաժշտական հեքիաթ ներկայացում կլինի։ Պատրաստ եք հիմա։ Անակնկալը մատուցեցի հատկապես Վանաձոր քաղաքում բնակվող փոքրիկների համար։ Հիմա տեսնենք մեր մշտական հեռուստադիտողներից մեկը, ես մեր կախարդական սենյակից, նամակների սենյակից ընտրել եմ մի ծրար, որտեղ մեր մշտական հեռուստադիտող քաղաք Աշտարակից Մարի Սարգսյանը 10 տարեկան շատ է խնդրել Գերի Մուլտիկնիկին, որ Գերին նրան եւ ձեզ փոքրիկ նկարիչներ սովորեցնի նկարել գիտնական ընձուղտ։ Իսկ վերնագիրը դուր եկավ սիրելի փոքրիկներ, դրա համար որոշեցի Մարիի առաջադրանքը կատարել։ Պատրաստ եք։ Ամենակարևորը դուք գիտեք, Գերի Մուլտիկնիկը միշտ ձեզ դյուրին ձևով է սովորեցնում նկարել մեր մուլտիպլիկացիոն հերոսներին, որպեսզի ամենաչնկարող փոքրիկը վերցնի մատիտը եւ նկարի։ Օ, արուջ այստեղ է, իսկ մեզ պետք է սպիտակ թղթիկ։ Արևուլդա։ Ահա, սպիտակ թղթիկ արդեն մենք ունենք, սիրելի փոքրիկներ։ Մենք վերցնելու ենք սև կախարդական մատիտը, դե սովորական մատիտ է, վարպետ մատիտ է, ես նրան այդպես եմ անվանում, մարկեր, ինչպես մեծերն են ասում։ Ունենք բարակ մաս եւ հաստլիկ։ Բարակ մասով, բարակ սև մատիտով նկարելու ենք ընձուղտին, հետո կարող ենք հասև մատիտով ընդգծել մեր հերոսին։ Առաջին հերթին, քանի որ մեր ընձուղտների վիզը շատ երկար է լինում, դրա համար գլուխը թղթիկի վերևի մասում կնկարենք, այստեղ։ Տեսեք ինչ պատկեր եմ նկարելու, սիրելի փոքրիկներ, ուշադրություն։ Այսպեսի մի պատկեր եմ նկարում։ Կրկնում ենք հայելու նման։ Սա կլինի մեր ընձուղտի գլուխը։ Հիմա փափուկ կոտոշներն եմ նկարելու, կլորիկով 1 միացնում եմ, 2, ահա, շատ լավ է։ Հիմա ականջներն ենք նկարելու, լայնատերև ականջներ ենք նկարելու, սիրելի փոքրիկներ։ Լավ բառն չէ օրինեն։ Տերևիկի նման է, քանի որ ականջները ականջին խորություն տվի։ Հիմա մյուս ականջը կնկարենք։ Ահա, այսպես։ Իմ փոքրիկ բարեկամներ, սովորեցնում եմ նկարել դունչիկը։ Այսպեսի մի դունչիկ ենք նկարելու։ Ահա։ Ներքևի մասը կլորիկ։ Ահա։ Այստեղ քթանց կանձրևի կաթիլի նման։ Եվ բերանիկը ժպտերես, այսպես ժպիտը կընդգծենք։ Մնաց մեր ընձուղտի աչքերը նկարենք։ Այստեղ կոպեր կանենք, կոպերի տակ կլորիկ աչքեր, 1, 2, կիսալուսնաձև սևիկն ենք նկարելու, փոքրիկ բարեկամներ։ Ահա, այսպես։ Շատ լավ է։ Հիմա եկեք պարանոցը նկարենք մեր ընձուղտի, քանի որ ասացինք մուլտիպլիկացիոն հերոս ենք նկարելու, գուցե գործվածքով հագուստ տանք
տաբատ, դե լավ, փորձենք, երկարավիզ մեր ընձուղթի պարանոցն ենք նկարելու, այստեղ, բրդյա գործվածքով հագուստը, այստեղ, ամենակարևորը ուշադիր հետևեք Քերի Մուլտիքնիկի կախարդական մատիտի շարժումներին և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, տեսեք, ձեռքերը այսպես կկախեմ, որպեսզի ձեզ համար բարդ չլինի նկարել ձեռքերը, վերջում սիրելի փոքրիկներ, իհարկե սև հաստ մատիտով ընդգծելու ենք մեր ընձուղթին, տաբատն եմ նկարելու ուշադրություն, այստեղից գորգծիկով դեպի ներքև, թևիկները առանձնացնում ենք տաբատի, կոշիկներ, մուլտիպլիկացիոն իհարկե, օձիքը գործվածքով հագուստի այսպես գծիկներով կառանձնացնենք, կարող ենք ներքևի հատվածներ այսպիսի գծիկներ տալ։ Հիմա, սիրելի փոքրիկներ, քանի որ ընձուղթին նկարեցիք, ես վերջում ակնոցներ եմ տալու, բայց գունավոր մատիտով, հա? Եկեք հաստ մատիտով, սև հաստ մատիտով ընդգծենք մեր նկարածը, որ լավ երևա, հետո սկսենք ներկել։ Եթե մենք եթերային ժամանակ ունենանք, շարունակենք նկարը։ Ուշադրություն, ես վերևից եմ սկսում։ Փափուկ կոտոշներից այսպես ընդգծելով իջնում ենք ներքև։ Ձեր հերոսին դուք ընդգծելով ավելի գեղեցիկ եք դարձնում և արտահայտիչ։ Հոպ։ Անցնում ենք պարանոցի։ Այսպես, շատ լավ է։ Հագուստներն ենք ընդգծում։ Այսպես։ Թևիկները ձեռքերին կանցնեմ։ Տաբատը նույնպես կընդգծեմ։ Ստացվում է, չէ՞ ձեզ մոտ։ Շատ լավ է։ Եթե ինչ-որ միտեղ սխալվում եք, դուք ունեք ռետինե ջնջոց, իմ փոքրիկ բարեկամներ, մաքրում եք, նկարում այնպես, ինչպես Քերի Մուլտիքնիկը։ Այսպես, ապրեք դուք։ Ընձուղթին ընդգծեցինք և տվինք մուլտիպլիկացիոն հագուստ։ Ուշադրություն, այստեղից հատակը կառանձնացնեմ, եկեք ներկենք, հետո եթե ժամանակ ունենանք, քանի որ նշել է Մարին գիտնական ընձուղթ, երևի թե սեղանի քերվում կնկարենք սրվակներ և այլ, որպեսզի հասկանանք, որ ընձուղթը իհարկե գիտնական է։ Ինչ եմ անելու, վերցնելու եմ շագանակագույն մատիտը, հիշում եք, չէ, ընձուղթները ունեն խալիկներ, իմ փոքրիկ բարեկամներ, հենց խալիկներն ենք անում, պոզերից ենք սկսելու, ֆոտոշներից, կլորիկները շագանակագույն եմ ներկում, ճակատային մասում արդեն խալիկներ եմ անելու, ականջին խորություն եմ տալու, այսպես, ու փոքրիկ խալիկներ, նույնիսկ կոպերը շագանակագույն մատիտով, այսպես կընդգծեմ, դունչիկը, քթանցքը, այսպես, ժպիտը կարելի ընդգծել, այտերի վրա խալիկներ և պարանոցի, գնացինք, խալիկները պարտադիր չէ իրար նման լինեն, տարբեր նախշերով խալիկներ ենք անում, այսպես, շատ լավ է, դեղին մատիտը մեզ օգնության կգա, սիրելի փոքրիկներ, լավ ձեռքերի այս մասերում էլ մի փոքր շագանակագույն անեմ, նոր դեղին մատիտը մեզ օգնության գա, ամբողջովին գլուխն ու պարանոցը մեր գիտնական ընձուղթի ներկելու են դեղին մատիտով, այսպես, խառնելով շագանակագույն խալիկներին, տեսեք, աչքերը սպիտակ ենք թողնում, հասկանալի է, մնացածը ներկում ենք դեղինով, նույնիսկ դունչիկը, անցնում ենք պարանոցին, և մնաց, որ ներկենք
թաթիկները։ Այսպես։ Շատ լավ է, ված չէ։ Հիմա իմ փոքրիկ բարեկամներ, կարմիր մատիտը վերցնելու եմ, նրան տալու ենք օպտիկական ակնոցներ։ Այսպես կլոր կանեմ, այսպես ուշադրություն, երկու կլորիկ, շրջանակ, տեսեք, ես, եթե նկատեցիք, իմ գունավոր մատիտով, անցա, լեցիկը, ակնոցները նկարեցինք, այ հիմա գիտնականի նման է, վերցնում ենք վարդագույն մատիտը, գործվածքով, հագուստը այսպես վարդագույն եմ ներկելու, եթե չհասցնենք սրվակները, գիտնականի սենյակը, աշխատանքային սենյակը նկարենք, եթերային ժամանակից է կախված, ես ձեզ կհուշեմ, թե ինչ եք անելու։ Սա էլ հագուստը, տաբատը եկեք սիրելի փոքրիկներ, մուկապույտ ներկեմ, ջինս է տաբատը երևի թե, բայց միշտ ասում եմ, չէ՞ ձեզ, պետք է պատկերը ընդգծել։ Այսպես։ Ընդգծում ենք պատկերը և ներկում ամբողջովին տաբատը։ Եթե սպիտակ մասեր է մնում, ոչինչ, իբր ջինսե տաբատի մաշած փայլերն են, որ երևում են, այսպես։ Կոշիկները կարմիր եմ ներկելու, չգիտես ինչու, այդպես որոշեցի։ Տեսեք, կարմիր մատիտով կոշիկները ներկեցի, անպայման ոտքի տակ կտամ ստվերներ, այսպես, դեպի ձեզնից ձախ։ Մեր գիտնական ընձուղթը պատրաստ է, մենք քիչ ժամանակ ունենք, եթե չհասցնենք ներկել, ոչինչ, ես հեռվում ուզում եմ սեղանիկ նկարել այսպես, երևի մեր գիտնականի աշխատանքային սենյակն է, եթե չհասցնենք ներկել, դուք որպես առաջադրանք տանը անպայման ներկեք, հիմա սրվակներն եմ նկարելու, երևի սրանք փորձերի համար են, սիրելի փոքրիկներ, չէ՞ որ նա գիտնական է, մի երկար սրվակ, այսպես, ինչ-որ երկար թե ամրակով, ոպ, այսպես, շատ լավ է, սրվակների մեջ մի քանի նախշեր կանենք, սա կլինի նրա գրած տախտակը, պատից կախված, որտեղ ինչ-որ բաներ է գրում, գիտական, այ հիմա շատ արագ ներկելու ենք, սրվակի մեջ ինչ-որ քիմիական նյութեր կլցնենք, այսպես, ներքևի, լավ, մյուս սրվակի մեջ կանաչ, հեղուկ, շատ լավ է, դեղին մատիտով կներկենք սեղանը, այսպես, մի քիչ արագ եմ ներկում, իմ փոքրիկ բարեկամներ, որպեսզի դուք հասցնեք նկարել և վերջացնել գրատախտակի շրջանակը, նարնջագույն կներկեմ, կվերցնեմ կարմիր մատիտը, այսպես աշխատանքային աճը կնկարենք, ես ուզում եմ հատակը կանաչ ներկել, գուցե բաց կանաչ, լավ, մուգ կանաչով կներկեմ, ուղղակի առանձնացնելու համար, սպիտակ թղթիկը ճնշում ենք, իմ փոքրիկ բարեկամներ, հիմա որոշեք, թե պատերը ինչ գույն ենք ներկելու, աշխատանքային սենյակի մեր գիտնական ընձուղթի, ինչ գույնով, լավ չեմ լսում, բաց կապույտ մատիտով, եղավ, հասկացանք, իսկ դուք ինչ գույնով ցանկանում եք ներկեք, չէ որ ձեր ընձուղթն է, ձեր սենյակը, ըստ ձեր մանկական երևակայության, նույնիսկ կարող եք էլի բաներ նկարել և ուղարկել քեռի մուլտիկնիկին, սպիտակ թղթիկը ես ճնշեցի, ժամանակը կնայեմ, համարյա թե պատրաստ է, ժամանակ ինչքան է մնացել քեռի, 2 րոպե, վերջ, մնացածը որպես առաջադրանք դուք հաղորդումից հետո անմիջապես ավելի գեղեցկացնեք ձեր նկարը, տեսեք մենք ձեզ հետ միասին սովորեցինք նկարել ընձուղթ, բայց սովորական ընձուղթ չէ, սիրելի փոքրիկներ, քաղաքաշտարակից Մարի Սարգսյանի խնդրանքով նկարեցինք գիտնական ընձուղթ մուլտիպլիկացիան, ապրեք դուք իմ փոքրիկ բարեկամներ, ուրեմն մինչ հրաժեշտը ես հիշեցնեմ, թե ինչ անակնկալ եմ պատրաստել, ամանորյա անակնկալ Վանաձոր քաղաքում բնակվող և
ամբողջ մարզում իհարկե եթե կարող են գալ, թե ինչ անակնկալ են պատրաստել փոքրիկների համար։ Ուշադրություն, սիրելի փոքրիկներ, Վանաձոր քաղաքում եւ մերձակայքում բնակվող։ Քերի մուլտիկնիկը բոլորիդ ամանորյա տոներին դեկտեմբերի 24-ից 30-ը ժամը 12:00-ին, 14:00-ին եւ 16:00-ին բոլորիդ հրավիրում է ամանորյա երաժշտական հեքիաթ ներկայացման, որտեղ Վանաձոր համայնքի տեխնիկային թատրոն։ Դուք հանդիպեք կախարդին, ավազակներին, կոշկավոր կատվին, շնիկին, Սանչոին քերի մուլտիկնիկի օգնական եւ իհարկե քերի մուլտիկնիկին։ Իսկ ամենավերջում մեզ հյուր կգա ձմեռ պապ։ Հրավիրում ենք ձեզ ամանորյա հեքիաթ ներկայացման տոմսերի համար կամ տեղեկությունների համար։ Կարող եք զանգարել 033 04 12 44։ Վերջ, ժամանակն է հրաժեշտի։ Հիշեցնեմ մեր անփոփոխ հասցեն, որպեսզի ձեր նամակները փոստով ուղարկեք քերի մուլտիկնիկին։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդման։ Ժամանակն է հրաժեշտի, ժամապահ քերին, մեր նոր հերոսը, գիտնական ընձուղտը, քերի մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ ենք տալիս, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը, Աստված ձեզ պահապան, այլբուլդա։